Ես արձագանքել տեղի ունեցած քննարկմանը, որովհետև քննարկման մեջ պարոն Սաքունցը անդադար խոսում է, որ իրենց թույլ չեն տալի խախտումներից խոսել, եւ տպավորություն է ստեղծում, քանի որ մենք դիմումներ կայացրել ենք, ես այստեղ նստած եմ, տպավորություն է ստեղծում հանրության մոտ, որ մենք ինչ-որ խախտումներ ենք արել, ու իրանց էլ չեն թողում այդ խախտումների հարցով բողոքել։ Այդ այն դեպքում, որ ասեցի մենք խախտումներ արել ենք, ասեց չէ։ Հիմա Ես կարծում եմ մեր նկատմամբ տևորեցին անարդարություն եւ լավ կլիներ դա ընդունել անցնել առաջ, բայց չեն ընդունում, ինչ վերաբերում է հարգարժան անդամի հարցին, ապա մեր կարծիքով իրազեկ քաղաքացիների միավորման հետ ասոցացվում է Դանիել Իոնիսյանը, մենք գիտենք, որ ինքը ներկայացուցիչն է, ինքն է հանդես գալիս իրազեկ քաղաքացիների միավորման անունից, եթե մենք դիմում ներկայացնենք անկախ դիտորդ դաշինքին զրկելու համար, կարծում եմ ավելի լեգիտիմ այս հարցը կբարձրանա, որ ինչի համար է ամբողջ դաշինքին դեմ դիմում ներկայացել, Դանիել Իոնիսյանը ինքը նույնականացվում է, ասոցացվում է իր կազմակերպության հետ, ինքն է հանդես գալիս, եթե 80-90%-ով այդ կազմակերպության անունից, եւ հանրության լայն շերտերի մոտ ընկալումն այնպիսին է, որ ինքը այդ կազմակերպության ներկայացուցիչն է, մարմնավորումն է, այդպիսին է, մենք ներկայացնում ենք այդ ձևով, բայց մենք լավ գիտենք, որ ընտրական օրենսդիր սահմանադրական օրենքով, եթե անգամ ԿՀ այլ աղբյուրներից տեղեկանա, որ դիտորդը չեզոք չէ, հակաքարոզչություն է արել, անհարգալից է արտահայտվել ընտրական գործընթացի մասնակից որևէ անձի նկատմամբ, ԿՀ-ն ինքը ex officio կարող է վարույթ հարուցել եւ դադարեցնել նրա դիտորդի հավատարմագիր։ Հետեւաբար այս իմաստով մենք հարցը բարձրացրել ենք ընդդեմ իրազեկ քաղաքացիների միավորումի։ ԿՀ-ն թող որոշի։ Ես դրա համար պարոն Սաքունցի ելույթից տպավորություն ստացա, որ իրանք համաձայն կլինեին, որ եթե Դանիելի դեմ լիներ միայն, այնինքն ասում է, չէ, դրան ենք համաձայն։ Դրա համար ոնց որ թե նորմալ է։ Պարոն Սաքունց, հա։ Ու պարոն Սաքունցը նաև այստեղ ասում է, բանը մենք համոզմունք ունենք, ես համոզված եմ, մենք մեր բանը, այսինքն ինչ ենք քննարկում, մենք քննարկում ենք, որ մարդը ուզում է օրենսդրության ստանա հավելյալ լիազորություններ ԿՀ-ից, գնա բոլոր պրոցեսները որպես դիտորդ վերահսկի, բայց սահմանափակումներին չենթարկվի։ Ու մի ժամ այդ են քննարկում, որ իրանք ուզում են սահմանափակումներին չենթարկվի, մի եղեք դիտորդ։ Այսինքն դիտորդի կարգավիճակից բխող սահմանափակումները ձեզ նկատմամբ պետք է կիրառվի։ Որովհետև մենք ուրիշ բան չենք քննարկում։ Այստեղ ոչ միայն պարոն Հովակիմյան, քանի որ ես ձեր հետ եմ խոսում, այստեղ ոչ միայն բանը հակաքարոզչություն, այլ անհարգալից վերաբերմունքը։ Ինչի, որտեղ ինքը ըստ էության իր գրառմամբ անհարգալից թիրախավորել է ինձ։ Իր ներկայացած փաստաթղթում տասնյակ անուններ կա։ Ինքը միայն հենց իմ անունով է գրառում արել։ Ինքը միայն հենց իմ անունի վերաբերյալ է եթեր արել։ Բայց ինչ են այդ ասում։ Հետո Factor TV-ն ասում են, բացահայտել է, որ ադրբեջանցի է ինքը պատրաստողը։ Այդ ու Սաքունց ուզում է ում գնանք դատի տան։ Ուզում է գնանք Ադրբեջան։ Ու ես մեծ ուղղորդում։ Ասում ես գնացեք աղբյուրը պետք է ով աղբյուր Ադրբեջան է։ Գնանք Ադրբեջանում դատի տան, ես ձեր հետ չեմ խոսում։ Ես ձեր հետ չեմ խոսում։ Գնանք Ադրբեջանում բանանենք կռիվանենք։ Ինչի մասին է խոսակցությունը։ Ադրբեջանի մանգուլը մորականի մասին բազմաթիվ նյութեր կան, կար ներկայացնել ԿՀ-ին։ Թե նախկինում որպես դեսպան, թե հիմա որպես քաղաքական գործիչ։ Այսինքն ինչ է Սաքունցանք ինչ են ուզում ասել։ Իրանք բռնեն այդ նյութերը տիրաժավորեն ամեն օր։ Մենք ու ամենից ասեն մենք կապ չունենք ապել։ Գնացեք Բաքու։ Ուրիշ բան ասեմ։ Հիբրիդային պատերազմից են առավոտից իրիկու խոսում ես մարդիկ։ Հենց հիմա իրանք մեր դեմ հիբրիդային պատերազմ են մղում։ Ես հիշում եմ իրենց հայտարարությունները, պարոն Հովակիմյան, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կանադայի անձնագիրն էին հրապարակել, կեղծ Սաքունցի հաճե մարդիկ ասում են սա հիբրիդային պատերազմ ասել չհասի որ մեր չէ, բայց այսինքն որ մի րոպե որ Նիկոլ Փաշինյանի մասին սուտ տեղեկություն են տարածում հիբրիդային պատերազմը որ Էդմոն Մանուկյանի մասին է հիբրիդային պատերազմ չի բայց նույնն է ինչ տարբերություն է ինչ ենք քննարկում